խոսեցիք թերմանկարներից, ասացիք, որ հասնավոր, բայց անամենայնիվ ինչպես է փորձելու կապել մենաշնորհում, եթե լինի մենաշնորհում, եւ եթե որևէ աշխատանք կատարել եք, ամենի հարցի մոտավորապես քանի թերմանկարանի հանդիպել։ Հրաշալի հարցեր ուղղակի, հրաշալի։ Մենաշնորհների հետ կապված հիմնական նպատակը այս պահին Հայաստանում կա 1-2 ընկերություն, որոնք մեծ արտանումներ են անում։ Եվ մթերման կայանն է լուծումը մենաշնորհներից վերացման։ Այսինքն մենք պետք է մթերման կայանները մի ընկերությանը չտանք։ Մենք պետք է տարբեր ընկերությունների հետ աշխատենք, տարբեր սեփականատերերի հետ աշխատենք, որպեսզի մրցակցություն լինի իրենց մեջ։ Դա է լուծումը։ Երկրորդ հարցը հաշվարկային Արարատյան դաշտ ունենալու է ավելի խիտ մթերման կայանների ցանց, իսկ մարզեր կան, օրինակ Վայոց ձորը, մի քիչ ավելի ոչ խիտ, դա արդեն տեխնիկական հարցեր են, որի ուղղությամբ կշարժվեն կհասկանանք։ Պարոն Կարապետյան, ներկայիս իշխանությունը համարում է, որ ԱՊՀ-ի վարչը տնտեսական ակտիվության ցուցանիշ է։ Դուք ինչպիսի մոտեցում եք այս հարցի շուրջ եւ իշխանության գալուց ինչպես է պատրաստվում մարել արտաքին վարչը եւ նաեւ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առումով մենք հարցում ենք այս բանի օրինակ Հայաստանում հեղուկ գազի գինը կտրուկ աճել է եւ որպես օրինակ դրվել է Ադրբեջանից գազ ներկրելը արդյոք սա տնտեսական կապվածություն չի կարող առաջացնել եւ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության պարագայում ինչպես կարող են խուսափել տնտեսական կապվածության շրջափակման մեջ լինելուց։ Ադրբեջանի հետ կապված ես հայտարարեցի, որ այն պարագայում, երբ որ մենք լուծենք մեր հարցերը, մեր հայրենակիցները իրավունք ունենան անվտանգ իրենց հայրենիք, անվտանգ իրենց հայրենիքում այցելություններ կատարեն, ով ցանկություն ունենա վերադառնա, որպես մշակութային հայկականության կրող մարդիկ։ Մենք շատ հարցեր ունենք Ադրբեջանի հետ, տնտեսական հարցը դրանցից մեկն է, բայց մենք պետք է պատրաստենք նաև դրան, որ գալու է օրը, երբ մենք խաղաղ համակեցություն ենք ապահովելու այս տարածաշրջանում։ Հարավային Կովկասը դուրս է գալու ռազմականացված այս լարումից։ Մենք այդ օրը պետք է գա, բայց դա պետք է գա արդարության սկզբունքով, մարդկանց իրավունքների պաշտպանության սկզբունքով։ Գերիներին չխոշտանգեն այնտեղ, մենք այստեղ իրենցից ինչ-որ բան գնենք։ Մեր հարցեր կան, որոնք պետք է պատասխանվեն։ Բանակցությունների արդյունքում ես վստահ եմ, ուժեղ ղեկավարը կարող է այդ հարցերը լուծել։ Շնորհակալություն, հաստիքով այսօր եմ եւ ամեն մյուս ու ավարտել